Սիրելի հայրենագիցներ, սիրելի հավատագիցներ, բարև բոլորիդ կողջունեմ Հիսուսից ջերմ սիրով ու այսօր կպատրաստվենք շատ լուրջ թեմայի շուրջ խոսանք, թե ինչպես Աստծո ձայնը լսենք, որ աղոթքներն են, որ Աստծո առաջ պիղծեն, որ աղոթքներից Աստված կքաշի, ինչպես նաև պետք է խոսանք այն մասին, թե Սատանան որ աղոթքներից կվախենա ու Աստված որ աղոթքները կլսե։ Աստվածաշնչյան խոսքեր պիտի կարդանք ու քննարկենք։ Սիրելիներ, ուրեմն մենք անդադ կաղոթենք, որ Տերը մեր խմբակը, մեր եկեղեցու անդամներին շատացնե ու ավելցնե ու բերե ու միացնե այն մարդկանց, որոնք որ Տիրոջ սուրբ կամքի պես են, որոնք որ պատրաստ են Տիրոջ խոսքը լսեն, որոնք որ պատրաստ են փոխվին, որոնք որ պատրաստ են իրանց կյանքերի մեջ փոփոխություններ մտցնեն։ Կան մարդիկ, որ երևի տեղյակ չեղան, որ միացել ենք, մեր Ռիտակուրը չմիացավ, երեխեք դուս եկավ գցեց երևի, լավ, ընթացքից ովքեր որ կմիանան։ Ուրեմն, ովքեր որ չեն էլ միանա, պարտադիր մենք տեսանյութը ցայնագրեմ, որպեսզի տեղադրեմ, որ միանանք։ Իսկ մի պարզապես արեք աղոթք գնենք ու սկսենք մեր ծառայությունը, ժողովուրդ ջան։ Հայր ջան, կխոնարհվենք քո փառքիդ կահիտ մեծության դառաջ բերելով մեր սրտերը կհանձնվին քեզ ամբողջությամբ Տերս։ Այս պահին դու աղոթիր իմ միջիցս, որպեսզի ես աղոթեմ քո սուրբ կամքիդ պես, որպեսզի որևէ մարմնավոր խոսք դուրս չգա իմ բերանցս, այլ ես խոսեմ այն ինչպես որ դու կկամենաս որ խոսեմ Տերս։ Լուսավորե ամեն մեկիս միտքը, սիրտը, անձը, հոգին։ Մենք քո ժողովուրդ ենք, քո արոդիդ ոչխարներն ենք, ու շատ կարիք ունենք սրբվելու, մաքրվելու, հղկվելու, արտարության ճանապարհների մեջ քայլելու համար։ Մենք բոլոր հավաքվածներս գիտենք, որ շատ մեղավոր ենք, մեկս մյուսից շատ, ու անչափ կփափագենք, որպեսզի մեզ հանդիմանես ամեն մեկիս մեր մեղքի ու սխալի համար Տերս։ Փառք Տերս։ Այսօրվա խոսքը դու մատուցե Տերս, քո սուրբ հոգուտ միջոցով։ Ինչպես համարները տվեցի գրեցի, այնպես էլ դու մեկնությունը տուր։ Շնորհակալ եմ, որ մեր թիվը օրեցօր կավելացնես, կշատացնես ու մեզ էլ ավելի ու ավելի կլցնես շատ մարդկանցով։ Փառք ես։ Հավիտյանս փառքերի ես արժանի Տերս։ Հավիտյանս պատվի ես արժանի Տերս։ Օգնում եմ քո մեծ ու հզոր զորավոր անունդ։ Գոհություն ու շնորհակալություն քեզ, քո տվածներիդ համար, քո վերցրածներիդ համար, նաև այն ամենի համար, ինչ որ պատրաստվում ես տալ մեզ։ Օրհնյալ է մեր Աստվածը, հավիտյան փառքերի արժանի մեր արքան, քանի որ սուրբ է նրա հզոր անունը։ Թող որ քո անունդ փառավորվի հավիտյան Տերս։ Փառք ես։ Հավիտյանս հավիտենից փառքերի ես արժան Տերս, եւ հիմա եւ մինչեւ հավիտյան օրեր։ Ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը։ Քո թագավորությունը թող գա։ Քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր։ Ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, եւ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս հավիտենից ամեն։ Երեխեք ջան, ուրեմն կարդանք այն աստվածաշնչյան խոսքերը, որը տվել է Տերը սնձի ու քննարկենք այս խոսքերը, լավ։ Առակաց 17:28 Հիմարը, անգամ եթե լուր կենա, իմաստուն ու իր շշտունքները գոցողը հանճարեղ պիտի սեպվի։ Նորից կկարդամ, Առակաց 17:28 Հիմարը, անգամ եթե լուր կենա, իմաստուն ու իր շշտունքները գոցողը իր բերանը փակողը հանճարեղ պետք է սեպվի։ Ուրեմն ստեղ Սողոմոն իմաստունը կխոսացվի, թե ինչքան կարևոր երեխեք ջան, ձեր վիդեոները կրնակ բոլոր տեղ բացեք, ովքեր որ կուզեն բացեն։ Աղոթքի ժամանակ բացեք, փակեք խոսքի ժամանակ բացեք։ Ուրեմն
Ստեղ խոսացվի, թե ինչքան կարևոր է լռությունը։ Կսե այն մարդը, եթե նույնիսկ հիմար եղնի, որ լուր կնստի կլսե, ինքը կսե իմաստուն դի կարծվի։ Ստեղ խոսացվի այն մասին, թե ինչքան կարևոր է, որ երբ որ Տերը մեզ հետ կխոսա, կամ մենք կմասնակցենք ծառայություններին, լուր լսենք։ Շատ կարևոր է լուր լսելը, որովհետև երբ որ դու շատ լուր կլսես, քո մեջդ հագարակություն չի բարձրանա։ Ու Տերը կսկսե խոսալ դիմացինի հետ։ Այսօր մեր Աննա Քուրչյան չի չեսպած է վիդեո։ Մեր Աննա Քուրը սավ թե ես շատ կուզենայի որ մեր այն մյուս խմբի հետ եղնեի, սի Աննա Քուրչյան։ Թող Աստված ինքը ամեն ինչ կենե իր ժամանակին։ Ու այսօր միանգամից այնպես ստացվա որ եկակ սաղդ լծվակ այդ 5 հոկանոց խմբագի մեջ, որովհետև ինչի այդպես կեղնի։ Որովհետև երեխեք ջան, Աստված ինչը ուզենա այդպես կենե։ Մենք ով ենք որ ինչ որ մի հատ մեկինսեք թե ստեղից ընդեղ գնա կամ ընդեղից ընդեղ արի։ Աստված ամեն ինչը գիտե իր ժամանակին իր ճիշտ տեղում դնել։ Մեզ որ խոսածողները միշտ վադամարտ կեղնին։ Իսկ լռողները միշտ իմաստուն։ Հասկնաք ինչ կսեմ։ Շարունակենք մյուս խոսքը։ Եսայա 59-ի 1-ն ու 2-ը։ Երեխեք ջան, կրնակ Տեդր, թուղթ գրիչ վերցնեք, այս համարները գրեք ձեր մոտ։ Հասմիկ քուրջ դու 10 ստացար այսօր ազես, գրիչով ու թղթով ես։ Կերաս անցիկը, բա ու քսես էշտամ, ուր էշտաս։ Շատ աբրիս, դիք ճիշտ է, քուրս։ Եսայա 59-ի 1 ու 2-ը։ Միթե տիրոջ ձեռքը կարող չէ փրկել, կամ նրա ականջը ծանրացավ, որ չլսե։ Բայց ձեր ու ձեր Աստծու միջև բաժանում ցկողը ձեր անօրենությունները եղան, ձեր մեղքերը նրա երեսը ձեզնից ծածկեցին, որ չլսե։ Ստեղ ինչի մասին խոսա, նորից կաշտանք ու քննենք ժողովուրդ ջան։ Սիրելի հավատագիցներ ջան, հավատագիցներն էլ որ ժողովուրդ կսենք, լավ չէ էլի, YouTube-ով կերագրատեսակներով կպատրաստեմ երեխեք ջան, ես ժողովուրդ կսեմ մեծ մասամբ Այս վերջի տեսանյութիս մեջ այնքան ժողովուրդը իսե որ ես ես զգացի թե Աստված ջան, ես ինչքան ես ժողովուրդ կսեմ, այդքան բառեր չեմ սե, ինչքան ժողովուրդը կսեմ։ Երբ որ դու քեզի կլսես կողքից նոր քո սխալները կզգաս էլի։ Միթե տիրոջ ձեռքը կարող չէ փրկել, հարց կուտա։ Շատերիս կթվա թե Տերը չի կրնա մեզի փրկել։ Կսե ինչ է ձեզի կթվա թե Աստված չի կրնա ձեզի փրկել։ Կամ նրա ականջը ծանրացավ, որ չլսե։ Կսե կամ ցեզի կթվա թե իր ականջը ծանրացել է, ել չի կրնա ցեզի լսե։ Ինքը չի կրնա օգնե, չի կրնա լսե, բայց ձեր ու ձեր Աստծու միջև բաժանում ցկողը ձեր անօրենությունները եղան։ Այսինքն անօրեն գործողությունները։ Ձեր անօրենությունները։ Երեխեք ձեր մոտ մեկը կդրտեց ենս։ Իմ մոտ լավա, շատ լավա։ Հա, չէ, ուրեմն ձեր կապերից է Ռիմա Քուրչյան։ Ուրեմն ոչինչ վիդեոն կգցեմ կնայես Ռիմա Քուրտյա կցայնագրեմ։ Ձեր անօրենությունները եղան, ձեր մեղքերը նրա երեսը ծածկեցին, որ չլսե։ Ուրեմն Աստված ինչի չի լսե մեր աղոթքները։ Եսայա մարգարեն ինչ կխոսա։ Աստծու անկաջը չի ծանրացե, ոչ է ձերքն է կարճացե, որ մեզի օգնե։ Ինչի չի լսե Աստված։ Չի լսե, որովհետև մենք մեղքերի մեջ ենք։ Մեր մեղքերը կրնան պատճառ հանդիսանալու, մեր աղոթքները չլսվին։ Ահա որ աղոթքներ Աստված չի լսե։ Եթե մենք մեր կյանքերի մեջ ունենք չապաշխարած մեղքեր, դիգեղնիմ ես, դիգեղնիկ դուք ժողովուրդ ջան, հավատագիցներ ջան։ Ով կուզե եղնի, եթե դուք ձեր մեղքերից չեք ապաշխարե, ես իմ մեղքերից չեմ ապաշխարե, սպես եմ, ուրեմն Աստված իմ աղոթքները չի լսե։ Աղոթքներ, որոնց չի լսե Աստված։ Եթե մենք մեղքերի մեջ ենք ու չենք ապաշխարե մեր մեղքերից։ Ռիմա Քուրչյան, քո միկրոֆոնդ փակ է դու։ Շարունակությունը։ Կաշտանք Առագած 15-ի 32-33 խոսքերը։ Առագած 15-ի 32-33։
Խրատը մեժողը իր հոգին կանարգե, բայց հանդիմանություն մտիկ անողը խելք կվաստակե։ Երեխեք, ես ձեզի մի հատ բան ասեմ։ Ես աստվածաշնչյան համարներ չէի որոշել ձեզի ներկայացնել։ Սուրբ Հոգին բացեց, հերթով տվեց, ես ուրիշ համարներ կուզեի վերցնեի, բայց Տերս ավ կթողնիս ես ցույց տամ քեզի համարները։ Աստված ամեն ժամանակ մեզի կհարցնե, կթողնիս ես ենեմ, թե դու դենես։ Միշտ հիշեք, որտեղ կա ձեր եսը, որտեղ դուք կթելադրեք, Աստված չի կրնա գործե։ Աստված կգործե այնտեղ, որտեղ որ դու չես գործե։ Հասկացաք, մի նայեք։ Խրատը մեժողը իր հոգին կանարգե, բայց հանդիմանություն մտիկ անողը խելք պիտի վաստակե։ Արագած 15:32 Ինչի մասին խոսացվի։ Եթե դու քեզի խորտ կուտան, խրատ կուտան, դու կանարգես, ընձե կրնատան, ձեզե կրնատան։ Դի կնշանակեր դու քու հոգուտ փրկությունը կմերժես։ Հոգիդ կմերժես։ Խրատը երեխեք ամենաթանկ ու ամենալավ բանն որ շատ շատերը չեն արժևորը։ Երբեմն մարդկանց, որոնք չունին հնազանդ հոգի, խորտ կուտած կդառնաս իրանց թշնամին։ Սիրեք խրատը։ Որովհետև մենք այսօր ինչ հասակոր ունենք խրատը, սիրելով ենք այս հասակին հասե։ Եթե դու չես սիրել խրատը, դու նաև փրկություն չես ունենա։ Բայց հանդիմանություն մտիկ անողը Կարտոլինն է։ գնա անջատե տակը։ Բայց հանդիմանություն մտիկ անողը խելք կվաստակե։ Ուրեմն նայեք, ինչի մասին կխոսա։ Հանդիմանություն մտիկ անողը, այսինքն, երբ որ քեզի կհանդիմանեն, ու դու կլսես, դու լավ սխմետան ջան։ Երբ որ դու հանդիմանությունը կլսես, խելք կվաստակես։ Ինչքան կարևոր որ մենք հանդիմանությունը լսենք։ Որովհետև ինչքան մենք հանդիմանություն սիրենք, այդքան խելք կվաստակենք, երեխեք ջան։ Տիրոջ վախը իմաստության խրատն է, ու փառքի առջևից խոնարհությունը կեշտա։ Մեզ խոսքերը քննարկենք։ Տիրոջ վախը իմաստության խրատն է։ Մարդը տիրոջից երբ կվախենա, երբ որ ուշադիր լսեք, իմաստությամբ կխրատվի։ Իմաստությամբ խրատվելը գիտեք որն է, գսե Արագած 27:11-ի մեջ, որսյակս իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես պատասխան տամ ինձ անարգողին։ Տիրոջ վախը իմաստության խրատն է, այսինքն ռիմակուր միկրոֆոնդ փագե դեմ կդ բացածես։ Տիրոջ վախը իմաստության խրատն է, այսինքն տիրոջից դու երբ կվախենաս, երբ որ ինչ որ կլսես կկիրառես քու կյանքիդ մեջ։ Ուրեմն, բայց կսե հանդիմանություն մտիկ անողը խելք կվաստակե։ Ինչքան կարևոր որ ինչքան մենք շատ հանդիմանվենք ու լսենք ու կիրառենք, այդքան ավելի իմաստուն կդառնանք։ Տիրոջ վախը 33-ը կարտամ։ Տիրոջ վախը իմաստության խրատն է։ Երբ մենք կսորվենք վախենալ Տիրոջից, երբ որ իմաստությունով կխրատվենք, իմաստությունով։ Ու փառքի առջևից խոնարհությունը կեշտա։ Եթե կուզես որ բարձրանաս, ուրեմն պիտի միշտ խոնարհվիս, որբիսի բարձրանաս։ Շատ կարևոր է, որբիսի մենք խոնարհություն հագնենք։ Հաջորդ խոսքը, որնոր պիտի կարդամ, Արագած 21:1։ Արագած 21:1-ը կսե թագավորի սիրտը ջրերի վտակների պես է։ Տիրոջ ձեռքի մեջ, նրան որ կողմը ուզե կշարժե։ Նորից կկարտամ։
Թակավորի սիրտը ջրի վտակների պես է տիրոջ ձեռքերի մեջ, նրան որ կողմ ուզենա, այդ կողմը կշարժի։ Ստեղ ինչի մասին կխոսացվի։ Երեխեք, մեզնից որևէ մեկը, եղնի թակավոր, եղնի առաջնորդ, եղնի ինչ տեսակի կուզե ծառայող, ով կուզե եղնի, ամեն մեկի սիրտը Աստծո ձեռքերի մեջ, Աստված որ կողմը ուզենա կշարժի, որին ուզենա կողորմե, որին ուզենա կխստացնե։ Դոր համար շատ հաճախ մարդուն դիմելու փոխարեն մենք կրնանք Աստծուն դիմենք, ու Աստված կփոխե մարդկանց սրտերը։ Այս վերջերս մենք խմպակով կաղոթեինք, որ մեր խմպակի մեջ Տերը շատ մարդկանց բերե, ու ուշադրություն կդարձնեի հատկապես իդան շատ կաղոթեր այդ մասին, ռիմակուրը, ու ես կզգամ, որ անկախ իրանից կաղոթե, այն որ կսե բերանը փագել չի եղնի, ինքդիկ կաղոթեր, ու ես կզգայի, որ Տերը կտաներ իրան։ Իրա սրտի մեջ շատ մարդիկ կային։ Ինքը կուզեր, որ մեր խմպակի բոլոր գնացած անդամները հետ վերադառնային։ Ու ես դիք կտեսնեի իրա փապագը։ Երեխեք, գիտեք, Աստված աղոթքի լսող Աստված է, ու դուք չեք պատկերացնի ինչքան կշատացնի Աստված խմպակը։ Պարզապես մի ադամ խոսք իմ սիրտս Աստված շարժե ու ինքան մարդիկ կլծվին խմպակի մեջ։ Որովհետև ոչ ոք չի կարող Տիրոջը մոտենա, եթե Տերը չքաշե իրան։ Դուք գիտեք ընձի Աստված ինչքան կփորձե։ Դուք գիտեք ընձի ամեն օր ինչքան Իսահագին զոհաբերել կուտա։ Դուք գիտեք ինչքան անգամ Աստված ընձի կսե բաներ, էրա որ ես ինքս չեմ հասկնա, որովհետև ոչ միայն ձեր, այլ Աստված իմ հնազանդությունս ևս կփորձե, որ տեսնի, թե ես մարդկանցից եմ կապված, թե Աստծուց։ Մեր հույսը, մեր վստահությունը, մեր ապավենը, մեր ուրախությունը, մեր փառքի պսակը, մեր կյանքի ցանկացած ոլորտների մեջ պետք է եղնի Տերը։ Չկա մեկ որ կրնանա Տիրոջը փոխարինե։ Ու չկա մեկը, որ Աստծու տվածը քու ձեռքիցդ կրնա վերցնե։ Որևէ մեկը քու տեղիցդ չի կրնա շարժե, եթե Տերը թույլ չտա որ շարժե։ Հիսուսին չխաչեցին այնքան ժամանակ, մեր օպեմ կներեք, չխաչեցին այնքան ժամանակ Հիսուսին, մինչև որ Տիրոջ որոշած ժամանակը եկավ։ Ամենքս ունենք մեր որոշած ժամանակը Տիրոջից։ Եթե Տերը քեզի կկանչե, չի լսվում, անակույր։ Ուրեմն ժամանակը չի լրանա, չի իրականանա մեր կյանքերում, այսինքն ամեն բան ունի իր ժամանակը։ Դու չես կնա ինչ-որ բան Տիրոջ տեղից շարժես, կսե ծառից տերևն անգամ չի ընկնի առանց Տիրոջ թույլատրության։ Եթե դու կեսօր սկանդ խմպակի մեջ էի, քեզ աշխենին դանելի թևը չարտելու ժամանակ եմ տեսել երեխեք։ Մենք երկար ժամանակ իրար հետ կապ չենք ունեցել։ Մեր աշխենն որսի 11-12 հատ երեխա ունի։ Տես Աստված այդ իրա դաների թև չարտելու պահը օգտագործեց, որ մեզի նորից միավորեր, վերամիավորեր ու կապ ստեղծեր մեր մեջ։ Այսինքն ամեն մարդ ունի իր որոշած ժամանակը։ Ինչ որ տեղ եղնելու հարցում, ինչ որ ծառայության մեջ մտնելու հարցում։ Շարունակենք մյուս խոսքերը կարդալ։ Առագած 29-ի մեկ խոսքը, ով որ թուղթ ու քրիչ ունի, քրեք երեխեք ջան։ Շատ անգամ հանդիմանված մարդը երբ իր պարանոցը խստացնե, հանկարծ պիտի կտրվի ու բժշկություն պիտի չգտնի։ Միք թողեք, որ Տերը որևէ մեկից շատ անգամ նույն մեղքի համար հանդիման երեխեք ջան։ Մի թողեք։ Որովհետև դիգնձե կվերաբերվի ձեզե, կուկա պահը կհասնի, որ կսե վիզը կկոդրվի ու բժշկություն էլ չի գտնի։ Տեսեք շատ հաճախ կմտածեն, որ պիտի շատ երկար հանդուրժենք մեղքը, մինչև որ փոխվի մարդը, չէ՞։ Բայց Աստված կսե, երբ որ դու շատ կհանդիմանվիս, կրնամբես են որ բժշկություն չգտնիս։
Դուր համար ես միշտ Տիրոջով ձեզ ասել եմ, ինչը գիտեք, որ մեղք է, հրաժարվեք շատ արագ։ Ուղղակի Տիրոջ սիրով կսեմ, ու ուդիկ բոլորիս կվերաբերվի։ Ձեր մեղքերը ծածկելու համար, սպես եմ որ ավելի ճիշտ անի, մեր մեղքերը ծածկելու համար, չփոխվելու համար, արեք դիմացինի մեջ մեղքեր չփնտրենք։ Ես օրինակ ես վերջերս անտատ քաշտեմ, Տեր, բաց իմ մեղքերս ու իմ սխալներս, ու փառք Աստծուն, այնքան շատ է բացը, որ չեմ հասցնե ուղեմ։ Ու ես գիտեմ, որ բոլորիդ պես կբացե։ Բայց կան մարդիկ, որոնք սիրով կուղեն, բայց կան մարդիկ, որոնք միշտ պատրաստ չեն նույնիսկ մի փոքր աննշան սխալը ուղղելու։ Հիշեք, շատ հանդիմանված մարդը, երբ իր պարանոցը խստացնե, հանկարծ պիտի կոտրվի ու բժշկություն պիտի չգտնվի։ Եղեք հնազանդության մեջ, քայլեք հնազանդության մեջ։ Մի թույլ տվեք, որ Աստված շատ անգամներ կամ ավելի ճիշտ կյանից պես կազմակերպենք նախադասությունը, թույլ չտանք, որ Աստված մեզի նույն մեղքի համար շատ անգամներ հանդիմանե։ Աստված կաշտացի չէ, խոնարհներին կբարձրացնե, ինքը միշտ հբարներից հակառակ կենա։ Ա Կորինթացիս 14:39-40 երեխեք ջան։ Ա Կորինթացիս Ա Կորինթացիս 14:39-40 հասմիկ քուրչան 14:39-40 խոսքերը Ուստի եղբայրներ մաշկարյանալու նախանձախնդիր եղեք։ Եվ լեզուներ խոսելն էլ մի աշկելեք։ Միայն թե ամեն բան վայելչությամբ ու կաշկավ թող լինի։ Նորից կաշտամ, ուստի եղբայրներ մաշկարություն անելու նախանձախնդիր եղեք։ Այսինքն, մաշկարիացեք, լավ բան է մաշկարիանալը, երբ որ Տիրոջ հոգին քիչնի քու վրեդ ու կսկսես մաշկարիանալ։ Ու լեզուներ խոսելուց մի աշկելեք, այսինքն, եթե մարդկանց վրա քիչնի լեզուները, մի աշկելեք, թող լեզուներով աղոթք բարձրացնեն։ Միայն թե ամեն բան վայելչությամբ ու կաշկավ թող լինի։ Վայելչությամբ ու կաշկավը ո՞րն է երեխեք ջան, մեկը կմաշկարիանա, մյուսները լռեն, լսեն, թե տվյալ մարդու միջոցով ինչ կսե Տերը։ Մեկը լեզուներով կաղոթե, մյուսը սպասենք, թող թարգմանենք կամ կարող է ինքը կաղոթե, հետո հայրեն իրա միջոցով է Տերը թարգմանությունը կուտա։ Հասկացաք։ Ստեղ նաև կխոսա, թե ինչքան կարևոր է որ ամեն ինչը եղնի կարգ ու կանոնի մեջ, քրեջ ջան։ Ու վերջի խոսքը կարտամ Կողոսացիս 4:2-6 խոսքը։ Ֆիլմոն Ռայցիս Շարունակ աղոթքի ետևից եղեք։ Այստեղ Աստված մեզի կհորդորե, որ եղնենք շարունակ աղոթքների մեջ, երեխեք ջան։ Ինչքան կարևոր է աղոթքի մեջ հարատևելը։ Նրա մեջ արտուն մնալով գոհությամբ։ Ուքսե ինչն է նաև կարևոր, արտուն մնանք գոհությունով, այսինքն աղոթենք ու Տիրոջից անընդհատ շնորհակալություն հայտնենք։ Աղոթք կարեք նաև մեզի համար, որբիսի Աստծո խոսքի դուռը բանա մեզի Քրիստոսի խորհուրդը
հայտնելու, որի համար կապվածել եմ։ Նաև ինչի համար, մեզի համար աղոթեք, որ Աստված խոսքին դուր բանա։ Ինչքան կարևոր է, որպեսզի մենք աղոթենք, որ Աստված խոսքի համար նաև դուր բացե մեզի համար։ Խոսքի դուր բացվելու համար էլ մենք պետք է շատ աղոթենք։ Տեր ջան, քո խոսքիդ դուր բաց մեր բոլորիս համար։ Որպեսզի հայտնեմ նրան, ինչպես ինձի կվայել է խոսել։ Նայեք, ինձի համար աղոթեք, որ ես ինչ որ ինձի կվայել այդպես խոսամ, ավել պակաս բաներ չխոսամ։ Գիտեք, ինչքան կարևոր է ձեր աղոթքները, որպեսզի մենք ճիշտ խոսանք։ Շատ կարևոր, մեկը մյուսի համար աղոթեք։ Կտեսնեք, որ ինչ որ բան կար, ես սխալ կխոսամ, ճիշտ չեմ խոսա։ Թերություններ կան, սխալներ կան, շատ տրամաբանական է, շատ բնական է։ Ինչ պիտենենք։ Պարզապես պիտի աղոթեք ինձի համար, որպեսզի ես վայելու չխոսամ, ու բոլոր առաջնորդների համար պիտի աղոթեք, քրեր ջան, բոլոր հավատագիցների համար պիտի աղոթենք, որպեսզի բոլորս վայելու չխոսանք։ Որպեսզի հայտնեմ նրան, ինչպես ինձի կվայել է խոսել, խոհեմությամբ վարվեցեք դուրսիների հետ, ժամանակը ծախու առնելով։ Ուրիշների հետ էլ պիտի խոհեմությունով, իմաստությամբ վարվենք։ Ու ժամանակը ճիշտ օգտագործենք։ Երեխեք, շատ կարևոր որ մեր ժամանակը մենք ճիշտ օգտագործենք։ Ձեր խոսքը ամեն ժամանակ շնորհքով, որպես թե ահով համեմված լինի, ու գիտենաք, թե ինչպես կվայելե ձեզի ամեն մեկին պատասխան տալ։ Ուրեմն, շատ կարևոր որ մեր խոսքը շատ չափված ձևած եղնի, որ գիտենաք, թե ինչ ամեն մեկին պատասխան տանք։ Երեխեք ջան, սկանը ինչ որ կուզենա այսօր ձեզ հետ խոսայել։ Շատ կարևոր է, որպեսզի մենք աղոթենք մեկս մյուսիս համար։ Շատ կարևոր է, որպեսզի մեկս մյուսիս բարձրացնենք։ Շատ կարևոր է, որպեսզի գոհությունը շնորհակալություն հայտնենք ամեն ժամանակ Աստծուց, այն ամեն ինչի համար, ինչ որ տվել է։ Ու գոհություն ու շնորհակալություն հայտնենք Աստծուց, նաև այսօրվա օրվա համար, որ Տերս նորից խոսած մեր բերանով։ Այն մասին, որ շատ կարևոր որ մեկս մյուսիս համար աղոթող եղնենք, լռությամբ լսենք ու որ դեպքում Աստված կլսե մեր աղոթքները։ Եթե մեր աղոթքները չի լսվի Տիրոջ կողմից, դա կնշանակի որ մենք մեղքերի մեջ ենք։ Որոշ կարտացի Եսայա 59-ի 1-2 խոսքերի մեջ։ Քայլենք խոնարհության մեջ, իմաստությամբ վարվենք, աղոթենք մեկս մյուսիս համար ու մեկս մյուսիս բարձրացնողներ եղնենք։ Այս խոսքը բոլորիս կվերաբերվի, քրեր ջան։ Սկանա ինչ որ կուզենայի ձեզ ժողովուրդ ջան, հաջորդ թեման նորից կձայնագրեմ ու կտեղադրեմ մեր ալիքում։ Իսկ մի կլսեմ ձեր հարցերը, ժողովուրդ ջան։